քարոզչության եւ հակաքարոզչության այս կոշտ արգելքը, որը այս օրենքի նախագծով նախատեսվում է, մեր տեսանկյունից բացարձակ հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին որոշակիության սկզբունքին, որովհետեւ որոշակիության սկզբունքը պահանջում է, որ օրենքով նախատեսված ցանկացած նորմատիվ վարքագիծ պետք է լինի հստակ։ Իսկ ես ձեզ բերեմ օրինակ ինչու՞ է անհստակություն։ Օրինակ, երբ որ ձեզ ասում են կուսակցության դեմ քարոզչության բացարձակ արգելք, նախ ժամկետը չի սահմանափակված այս օրենքով։ Չի սահմանափակված, որ ժամկետի մասին է խոսքը գնում։ Գրած է, որը իրականացնում է, այսինքն երբ դա հստակ չի։ Եվ երկրորդը պարզ չի, թե ինչ է նշանակում հակաքարոզչություն։ Մենք դրա շատ կոնկրետ օրինակները գիտենք, եւ այդ օրինակն է, որ ըստ էության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փորձել է ներկայացնել մեզ որպես հակաքարոզչություն։ Վաղաշաբաթի ընտրություններից անմիջապես առաջ, եթե դուք հիշում եք, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվեց Հովանավանք վանքային համալիրի գրավում։ Բառի բուն իմաստով ուժային գրավում իրականացրեց։ Մենք այդ ուժային գրավման հետ կապված Հայաստանի Հանրապետության դատախազությանը ներկայացրել ենք հաղորդում հանցագործության մասին եւ այդ հաղորդումը ներկայացնելու ժամանակ բնականաբար ձեզանից ոմանք նույնիսկ ընդդեղներ երևի ներկա են, ենթադրաբար մենք ելույթներ ենք ունեցել հիմնավորելով մեր ներկայացրած հաղորդումը հանցագործության մասին։ Եվ անկեղծորեն հավատում ենք, որ դա այո, հանցագործություն է տեղի ունեցել կամ առերևույթ հանցագործությանը համապատասխանող առարկա տեղի ունեցել։ Հիմա մենք ելույթ ենք ունեցել դրա մասին։ Դա հակաքարոզչություն է, վաղարշապատում ընտրություններին մասնակցող քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուների դեմ։ Մեր կարծիքով բացարձակ հակաքարոզչություն չի։ Հիմա պատկերացրեք նույն ձևով, եթե ենթադրենք ես փողոցով գնում եմ եւ քաղաքացիական պայմանագրի կամ ցանկացած ընտրություններին մասնակցող կուսակցությունից որևէ մեկի, որևէ անդամ մոտենում է եւ ինձ վիրավորում է, ես էլ ենթադրենք իրան հակադարձում եմ։ Դա քարոզչություն է, հակաքարոզչություն է, դա ինչ է։ Այսինքն ըստեղ այնքան տարածական եւ առանձգական է սահմանված այս գաղափարը, եւ ընդ որում մեկնաբանությունը միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է տա, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքը կարող է որոշել։ Ձեզ գրանցում է, ձեզ չի գրանցում եւ բնականաբար ելնելով իր ճաշակից էլ, ասենք եթե դուք 5 տարի առաջ որևէ մեկի հասցեին որևէ քննադատական խոսք եք ասել, դա ֆորմալ իմաստով այս օրենքի համար հիմք կարող է հանդիսանալ դիտորդական առաքելություն չգրանցելու։ Սա ուղղակի ես օրինակն եմ բերում, որովհետեւ մենք պատկերացնենք, թե օրենքի մեջ ինչ աբսուրդ է իրականում նախատեսված, որը բացարձակ կամայականության առիթ է։ Հիմա եթե սա բավական չի, օրենքի նախագծի քննարկման ժամանակ օրենքի նախագծի համահեղինակ, իսկ իրականում գլխավոր ջատագով Արուսյակ Ջուլակյանը, պատգամավորը քաղաքացիական պայմանագրից, հարկի անհարկի պարբերաբար նշել է մեր կազմակերպության անունը, ավելին նաև ներկայացրել է, որ մեր գործունեությունն է հիմք հանդիսացել այսպիսի հրեշավոր օրենքի նախագիծ ազգային ժողով լիագումարնից բերելու համար։ Մասնավորապես ասելով, որ դեռ Գյումրիից էր, իսկ հետո Վաղաշապատում եւ այս կազմակերպությունները ստեղծված են մեր կողմից անցկացվող ճակերտներով ժողովրդավարական ընտրությունները վարկաբեկելու, դրանց վրա բիծ գցելու համար եւ այլն։